Բարի Սամարացու առակը Աստվածաշնչյան բնագիրը Օրինականներից մեկն ասաց Հիսուսին. «Իսկ ով է իմ ընկերը»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողնելով գնացին։ Պատահեց այնպես, որ մի քահանա իջնում էր նույն ճանապարհով, տեսավ նրան և թողեց անցավ։ Մի Ղևտացի նույնպես նույն տեղով անցնելիս տեսավ նրան և թողեց անցավ։ Մի Սամարացի, որը ճամփորդում էր, անցնելիս տեսավ նրան և գթաց։ Նա մոտեցավ, կապեց նրա վերքերը, ձեթով և գինով օծեց և դնելով իր գրաստի վրա, տարավ նրան մի իջևան և խնամեց։ Հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը 2 դահեկան տվեց և ասաց. «Խնամիր նրան, և ինչ որ ծախսես, իմ մյուս անգամ գալուն կփոխհատուցեմ քեզ»։ Արդ ըստ քեզ, այդ երեքից ո՞րն է նրա մերձավորը, որը ավազակների ձեռքն էր ընկել։ Օրինականն ասաց. նա, ով գթաց նրան։ Հիսուսը նրան ասաց. «Գնա և դու էլ նույն ձևով արա»։ Հիսուսը սովորեցրեց, թե ով է ընկերը և ինչպես պետք է նրան սիրել։ Մարդիկ կարծում են, թե ընկեր կարող է լինել միայն մեկը ընտանիքից, ազգականներից կամ ժողովրդից։ Անծանոթը չի կարող ընկեր լինել, քանի որ նա օտար է։ Սակայն Հիսուսն ուսուցանեց, որ աշխարհի վրա գտնվող ամեն մարդ մեր ընկերն է, լինի բարեկամ, թե թշնամի, հայրենակից, թե օտար։ Սերը պետք է արտահայտել գործով և զոհողությամբ։ Չի կարելի սիրել միայն խոսքով և զգացմունքներով, պետք է սիրել գործով և զոհողությամբ։ Հակոբ առաքյալն ասում էր, որ եթե մի եղբայր կամ քույր մերկ ու սոված լինի և մեզնից որևէ մեկն ասի, թե գնա խաղաղությամբ, տաքացիր և կշտացիր, սակայն ինչ որ նրան անհրաժեշտ է չտա, դրանից ի՞նչ օգուտ։ Տկարներին օգնելը մեր պարտքն է։ Ուրեմն պարտավոր ենք ողորմություն և այլ բարի գործեր անել։ Ճշմարիտ սերը մղում է մեզ օգնել ուրիշներին։ Ճշմարիտ սիրով լցված մարդը ոչ միայն իր մերձավորներին է սիրում, այլև օտարներին։ Այս առակը սովորեցնում է, որ սիրել ընկերոջը չի նշանակում սիրել ազգականին կամ ծանոթին, և ոչ էլ միայն հաճելի խոսքեր ասել մարդկանց։ Եթե իսկապես սիրում ենք, նշանակում է, որ բոլորի հետ ապրում ենք եղբայրաբար և օգնում նրանց։ Հաջորդ առակը, որ պիտի ներկայացնեմ, կոչվում է Անառակ որդու առակը։ Ահա աստվածաշնչյան բնագիրը։ Հիսուսն ասաց. «Մի մարդ 2 որդի ուներ։ Նրանցից կրտսերը հորն ասաց. «Հա՛յր, տուր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը»։ Եվ հայրն ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր անց կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա չքավոր դարձավ։ Գնաց, դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին և սա ուղարկեց նրան իր ագարակը խոզեր արածեցնելու։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս այդ։ Ապա խելքի եկավ և մտածեց. «Քանի վարձկաններ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հոր մոտ և ասեմ նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, վերցրու ինձ իբրև քո վարձկաններից մեկը»։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ։ Եվ մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան և գթաց, վազեց ընդառաջ, ընկավ պարանոցով և համբուրեց նրան։
Եվ որդին ասաց հորը. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ Հայրն իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը և հագցրեք նրան, մատանին նրա ձեռքը տվեք և նրա ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ եզը մորթեցեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»։ Այս առակը ցույց է տալիս, որ մեղքի հետևանքները չար են։ Մեղավորը հեռանում է Աստծուց և դեպի անկում գնում, ինչպես անառակ որդին գնաց։ Մեղք գործելով մարդը կորցնում է աստվածային շնորհը և դառնում սատանայի ծառա։ Նա հեռանում է Աստծո ընտանիքից և այդպիսով զրկվում նրա երեսը տեսնելուց։ Զղջումն անհրաժեշտ է։ Մեղավորը պետք է զղջա իր մեղքերի համար և վերադառնա իր երկնավոր հոր մոտ, ինչպես որ անառակ որդին զղջաց և վերադարձավ իր հոր մոտ։ Իսկ ի՞նչ է նշանակում ճշմարիտ զղջում։ Զղջալ նշանակում է սրտանց ցավել գործած մեղքերի համար։ Ծունկի ենք գալիս Աստծո առաջ, քննում մեր խիղճը և տեսնում, որ չարացել ենք մեղանչել նրա դեմ, հակառակ այն բանի, որ մեր երկնավոր Հայրն այնքան սիրում է մեզ և տալիս է իր բարիքները։ Իսկապես զղջանք, եթե խոստանանք չկրկնել նույն մեղքը։ Աստված ներող է։ Անառակ որդու հոր նման Աստված մի գթառատ Հայր է, որ ընդունում է մեղավոր զավակին։ Նա ներում է մեզ և վերադարձնում մեր որդիական իրավունքը։ Անառակ որդի լինելը իհարկե պատիվ չի բերում մարդուն և չի ուրախացնում նրա ծնողներին ու Աստծուն։ Ուրեմն հարկավոր է ջանալ լինել բարի զավակ և բազմապատկել մեզ տրված ժառանգությունը։ Եթե հավանեցիք տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին նոր ու հետաքրքիր տեսանյութեր գտնելու համար։